Պարոն Փաշյան, այլ ես եմ։ Հələ նայա ինչ սցենար են առաջարկի այսօր Одноклассникով։ Դե գիտես, ընձի ղրկել ես օդպուսկ, ժուժուն Одноклассники adminն է։ Ուրեմն անտեր մեռալ ժուժուն, պարոն Փաշյան, առաջարկել է ու քո Одноклассники մեջի հմեն զոմբիներ, ջուջլապաշներ, էլի։ Այն որ գրում են գուզենք մեր պարոն Փաշյանի պլորն ուտենք, այն մեկն էլ կողից գրում էր ես էլ գուզեմ։ Այդ պլորապաշներ հմեն սրտիկել են այդ միտքն։ Հիմի բացեմ փակագծերը, ինչա գրե ժուժում։ Ինքն որպես քո Одноклассники նորընտիր admin, այդ վաղ դու իմ ղադրն կիմանաս, որ ես այդեն ստատուսներ չէի գրում։ Ուրեմն այ պարոն Փաշյան, պարոն Քսան, քնձեղ։ Ժուժուն առաջարկում է սցենար։ Սցենար գիտես ինչ սցենար։ Լրիվ լուրջ էր գրե ինքն։ Ասում է ես գրել էր, էլի sense ոնց էր գրե, երկրորդ հեռախոս չունեմ, էլի որ ցույց տամ։ Հարգելի պարոն Փաշյանի Одноклассники ժողովուրդ, հարգելի հպարտ քաղաքացիներ։ Ես որպես պարոն Փաշյանի Одноклассники admin, էդի ժուժուն էր գրել։ Առաջարկել եմ մեր պարոն վարչապետին Քեզ էլի պարոն Փաշյան, չգիտեմ հիմի այդ նամակն կարդացել ես թե չէ, ժուժուի գրած նամակն է, որ 2026 թվի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, դա բառացի հիշում եմ, փոքր վաղ շոկոլադ կոնֆետ շատ եմ կերել, հիշողության պրոբլեմ չունեմ, էլի։ Առաջարկում է պարոն Փաշինյանին նոր ձևաչափ։ Հիմի տես, ինքն շատ խելացի միտք ասե։ Հեսա կմտենք սկսենք խնդալ, գիտես։ Բայց իրոք այդ մեթոդն կաշխատի, պարոն Փաշյան։ Նայա 26 թվի նախընտրականի վաղ, չէ՞։ Հլնելու ես, ինչ պետք է անես։ Մաքսիմում, որ քո մտային կարողությունները կարա փայլատակի, չէ՞։ Հլես մի 100 գրամ խմես, էտա։ Ինչ էր։ Եղսիկսա։ Անալիզի ջուր, հլես կայնես միկրոֆոնը երկու ձեռով սենց գրգես, ասես փրելու եմ ասվալտներին, ծեփելու եմ պատերին։ Նայա, այդ տարբերակն չի աշխատելու, պարոն Փաշյան, որտեվ այդ ամեն ինչը մենք բոլորս հմենս տեսել ենք։ Էլ ինչ կարաս անես։ Կարաս վերցես մի հատ կվալտ, չագուչի պես, էլի, վրեն կապես էտա եվրոպական LGBT-ի, էտա դու ասա։ Այդ զրթուզիբիլն, այդ դրոշակներն, էլի, քո կողից գցես այդ հմենուն, էտա քո բլոգերներուն, Ռոման Բաղդասարյանը մի հատ ռեզինի պուպուլիկ վերցի ձեռն, հա, ու ասես նախկինների թալանը հետ եմ բերելու, բայց այդ տարբերակով էլի չի աշխատի, մենք էդ էլ ենք տեսակ, քիշես են քո նախընտրական չագուչն, որ ալենն էլ վերցում էր պոչն սենց մաժում էր, իվ մտքի մեջ անելով։ Ուզում եմ ասեմ, էդ էլ չի անցե, քեզ ժուժուն անում է գործնական առաջարկ, պարոն Փաշյան։ Ուրեմն վարձում ես մի հատ գավնավոզ, իմալար կրե, այդ գավնավոզի վրա պատվիրում ես, նկարում են Ռոման Բաղդասարյանի նկարն, այն քաքն որ քաշում են, այդ գավնավոզ սեպտիկ էլի, գավնավոզի են վերևի լուչոկի վրա, նստում ես դու, ուզես չագուչ վեկալ ձեռդ, կուզես եսիմի ջոնջոլե մանդատ վեկալ ջեռդ, գավնավոզի այդ սեպտիկի վրեն, պարոն Փաշյան, նստում ես դու, բայց դու պետք է լինես համոզիչ տեսքով, անպայման համոզիչ, դու պետք է հագնես քո զոնքաճի ջոնջոլի պալտոն, այն որ տարել է կոպերը այդ խեղճկնիկն վշտից քնել էր, գլուխն տպել էր այդ այն պերիլան ոնց է հայրան եղսիկ, այդ այն փեդերին էլի, այն որ սենց գլուխ գցել էր, նստում ես գավնավոզի վրա, բանա ջոնջոլի պալտոյով, լրի լուրջ ակսեմ, ժուժուն այդ սցենարան գրե, Ռոման Բաղդասարյանի նկարն ես խփել այդ գավնավոզի վրա, ձեռն սենց մի հատ ռեզինի ստրապոն է պուպուլիկ, ալենը նլմա գավնավոզի շոփերը, հա, չէ, ալենը շոփերներ գրե, շոֆերը դնում ես ախուրյանցի անոյին, ձեռն տալում ես էտա ռուպերն գիտես իմալա, այն որ այդ մեր, այն 9 ամսական հեղի փորով գնելի ձեռը որ տվել էր, ասում էր, ասեք կանենք, այն որ հելը ֆրֆրում էր, այդ գնելի ռուպերի պես ռուպեր ես տալում,
քո այդ ճենջոտներով, պարոն Փաշյան, շորում ես քու կողերը, սենց։ Ու կա էլի դա գնելինյոն, այն Մանվել Սարգսյանն, այն որ կա, ասма մենք ձեզ կգնդակահարենք, հետո մենք ինքներս կգնդակահարվենք։ Այդ կամիկաձեին։ Շորում ես գավնավոզի կողերը, սենց իրար ձեր բռնում են, անպայման իրար ձեր բռնած, որ այդ տիեզերական ուժը ավելի ուժեղ աշխատի, էլի ներգործի ընտրազանգվածի վրա։ Դու այդ մատեր այդ կող, որ ասենք մտնում ես արդեն ժողովրդի մեջ, բայց այդ գավնավոզը պետք է պոլնի լինի, քաքով լեցուն, էլի։ Քակ պետք է չասեի։ Աղկոյով լեցուն լինի, խուժանամ, չէ։ Տեսել ես Ռեմբոյի կինոն, պարոն Փաշյան, որ ասում է Ռեմբո последняя кровь։ Համոզի ջերևալու համար, երբ որ դու սենց այդ գավնավոզը անպայման պիտի պերեբո աշխատի, էլի։ Սենց այդ հալով, որ այդ գավնավոզի բագի մեջի աղկոն հա սենց այդ հագա, որ թարմը մնա։ Դու երբ որ կմտնես ընտրազանգվածի մեջ, երբ որ Ախուրյանցի անոն ռուպրով կասի, ողջունեք, պարոն Փաշյանն է գալի, ջոնջոլե պալտոյով, դու ամեն քայլը, չէ, մետր ու կեսեր կրե եղսիկ իմալ։ Մետր ու կեսն մեկ, երկու մատետ, անպայման երկու մատետ, մտցնում ես այդ գավնավոզի մեջ, հանում սենց կսում ես երեսներիդ, ու գոռում ես, «Я Փաշյան, последняя кровь». Последний из Մագիկյան, այդ մալ էլի։ Պարոն Փաշյան, քո մտածելով ժողովուրդն այդ պատկերան տենալով, քեզ զայն կտա, չէ։ Ինչ վատ կլինի օրինակ, սենց քաքն հանես, երկու մոտով սենց կսես երեսներուդ, այ սենց։ Այս բերանիդ մոտեր են, բան կապա, բինդ, որ չէ թե էլի բերանդ։ Դե մար, չնայած դու քաքակեր սատկում ես, ուզում եմ ասեմ քծիբ էլի այդ իմաստով, բայց հետո ջուզ եմ մխտրվի քո քիթ բերան, որտեվ քու բերանը, որ մեկ-մեկ խոսում ես ազգային ժողովից, այնտեղ ատոմների մեծամասնությունն փդած է, փդախտ է քո մոտ, քո մոտ ոչ միայն ուղեղի փդախտ է, այլ նաև բերանը խոռոչի։ Բայց գիտես ինչ կա, պարոն Փաշյան, ես նկատել եմ, դու որ ազգային ժողովի ամբիոնից խոսում ես, չէ՞, այն որ ընկնում ես հիստերիայի մեջ, չէ՞, ծծեր այդ մաժելով, բտուկ ուտես մանգալի, չկա, չէ՞։ Նախկիներին Սեփելովեսյանյան, պարոն Փաշյան, այդ պատգամավորներն էլի, դիմադիր եւ ընդդիմադիր, ընչեն ռեսկի երկու շարք հետ նստում։ Բենից այդ քաքի հոտակալ եմ, պարոն Փաշյան։ Այդ մալ փիս օրտոհայտիչ հոտակալում քո բենից։ Հա, իմիջալոց, Ալենին էլ բարձրակու հետ էտա գավնավոզի վրա, այն որ ասում էր մեզ ոչ այսօր ազգային ժողովում տեսեին իմել ջիգարով էր ասում էր Գեղամ Մանուկյան չափերը ճանաչի դու մեզ ոչ մեկ չի կարա սպառնա այդ պլակատն տալում ես Ալենի ձեռն անպայման այն ասա თუ իրա գործիքներից մեկն էլ դե գավնավոզը որ պերեբոյեթա ինքն վիբրատորը թոմցնի համապատասխան տեղն որ կայֆ ստանա աշկերան սենց լոջի ու Ալենին հրաման ես տալի ով քո Հիմար, սենց ձեռնչ բարսասի գոռան Նիկոլ, թող թքի հմենու վրա, ինքը սովորա, չէ թքելու վրա, էլ ինչ սցենարեր կրե ժուժուն, ասման մենք էլ, որպես ինչերը կրե, Աֆրիկյան ջուջուց հեղերի Մոզամբիկի կապիկներ, մենք կառաջնորդենք գավնավոզի վրա նստած մեր պարոն Փաշյանի, Խզմալյանին քսակողըտ, էլով կանդե, Են որ կան էլի որ դա մեր արցախցիքին անունակ տնեն, ձեռակառին, այդ հմենի ֆինանսական կողմն ասա թող մեր հայ գործարարն մուծվի, ինքն միլիոններ ունա, ասա մի հատ գավնավոզի վարձելն ինչ, այ մարդ մենք ադնակլասնիկով այդ փողենք բանանենք, հավքենք կիտանք, գավնավոզով մտի ժողովրդի մեջ, ասա վերջ թավիշին, ու սենց քաքն հանա 20 մատերով քո երեսներուն, գիտես պարոն Փաշյան Էդի լրիվ լրջի մեջ, մի հատ էլ վերջի խնդրանք ասեմ ռադս քաշեմ էթամ, պարոն Փաշյան, կլնի մի օր տակ քնես, պաղ հլնես, ընաս լավ, ընենց ուրախություն կպարգևես, լուրջ եմ ասում, դա կլինի քո միակ որոշումն, որը ուրախություն կբերի հայ ժողովրդին, պրոստը քնելուց, քնիվ մեջ մտածի, որ դու մի 5 րոպե շունչ ես պահում այ մարդ, խոսքի բասեյնի մեջ պետք է լողնաս, 5 րոպեի տեղը 7 րոպե շունչ պահա,
Մտածի լողնում ես։ Այտենց տոք քնի, թողան առավոտ պաղ քեզ գտնեն, էլի։ Այն ձեռուոտը փչացած, փեդացած, ասում եմ փչացած։ Չնայած քեզնից լավ փչացած չկա։ Կլինի տես մի հատ նվեր անես մեզ։ Եթե դու այդքանն ինձ չմերժես, անես, քիշաս 18 թվին, քայլ արա մերժի Սերժին։ Այսօր էլ դու մեզ մի մերժի էլի, տոք քնի պախելի։ Թե չանեմ ամոթել ինձի, էթան վիվիշկա, սենց յավնի, մտնեմ եկեղեցի մոն վառեմ, որ քո հոգին դառնա սատանու փայ։ Ես հետի խոսք եմ տալի, խնդրեմ Աստծուց, ասեմ, տեսեք Հռոմի պապան ինչ ջիգարով էր, ինքն գնաց մեր պարոն Փաշյանին քաշեց հետը տարավ ժնջիներով։ Թե չէ մտնում ես հայկական Facebook, հմենն թողած քո հզորությունը, քո խելամիտ քայլերն ու փրփրոտած բերանան էլ էպիլեպսիկի կարգով, Հռոմի պապի մահն են քննարկում։ Վրեն թե չմեռավ։ Հռոմի պապն։ Իմիջալոս, պարոն Փաշյան, Հռոմի պապան հասել է տեղ, ինձ SMS եկավ երկրորդ հեռախոսի վրան։ Ոբշե մտածի այդ գավնավոզի մտքի մոմենտով։ Քեզ կսազի գավնավոզի վրան նստած, ջոնջոլի պալտոնով, կուսած ջոնջոլի թելով տրուսիկ էլ հագինա, հետևը որ ռեզինով ալնում ես, ես քաշում չտսնում ես։ Այտենց, երաստան այդ քակով ներկելով մտի ժողովրդի մեջ։ Սպասում եմ քո պատասխանին ադնակլասնիկով։ Մենք ենք տերը մեր երկրի։ Կացի։